Այսօր ձեզ եմ ուզում ներկայացնել կարտոֆիլով տոլմայի պատրաստման եղանակը։ Այս կերակրատեսակը պատրաստվում է մի քանի փուլերով։ Առաջին փուլով խաշում ենք կաղամբի թերթիկները եւ հեռացնում կոշտ մասերը։ Երկրորդ փուլով պատրաստում ենք սոխառածը։ Առատ բուսայուղի մեջ տապակում ենք մի քանի գլուխ սող։ Վրան ավելացնում ենք տոմատի մածուկ կամ լոլիկի խտացված խյուս, որը ես միշտ պատրաստում եմ եւ պահում սարսափցիկում։ Այնուհետև կավելացնենք կտրատված կարմիր պղպեղ եւ 1 բուռ չորացրած նանա։ Մարմանդ կրակի վրա թողնում ենք, որպեսզի մեր սոխառածը լավ պատրաստվի։ Անցնում ենք հաջորդ փուլին։ Նախապես լվացված եւ կեղևահանված կարտոֆիլը մանրացնում ենք քերիչով։ Մանրացնելու ընթացքում առաջանում է առատ հյութ, որն անպայման պետք է հեռացնել, քանի որ իր մեջ պարունակում է մեծ քանակությամբ օսլա։ Հեռացնում ենք, որպեսզի այդ առատ օսլայի պատճառով մեր կարտոֆիլով տոլման դժվարամարս չլինի։ Մանրացված եւ հյութազրկված կարտոֆիլին ավելացնում ենք աղ, աղացած կարմիր եւ սև պղպեղներ, 1 բաժակ բրինձ եւ պատրաստված սոխառածը։ Խառնում ենք եւ ստանում համասեր զանգված։ Գիտեմ, որ շատ կանայք այս զանգվածի մեջ ավելացնում են նաեւ ձու, որպեսզի կպնի, բայց ես չեմ ավելացնում, քանի որ այսպես թե այնպես կպչող զանգված է ստացվում եփելու ժամանակ կարտոֆիլի մեջ գտնվող օսլայի հաշվին։ Անցնում ենք հաջորդ փուլին, որտեղ պետք է փաթաթենք տոլմաները։ Կարտոֆիլով տոլման փաթաթում ենք նույն սկզբունքով, ինչպես փաթաթում ենք մսով տոլման։ Փաթաթված տոլմաները դասավորում ենք տարայի մեջ, որի հատակում դրված է ափսե։ Այս դեպքում ես իմպրովիզ եմ արել եւ տոլմաների վերևում շարել եմ մի քանի նախապես խաշված հավի ուսիկներ։ Վերջում նորից դնում ենք ափսե եւ ավելացնում այնքան ջուր, որպեսզի ծածկվեն մեր տոլմաները։ Եփում ենք մոտավորապես 1-ից 2 ժամ, մինչև կզգանք, որ մեր բրինձը խաշված է։ Ահա այսքանը։